Ողջունում ենք ձեզ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է, դիմում եմ այն հարգարժան ունկնդիրներին, ովքեր նոր են սկսել հետևել մեր One Talk YouTube-յան ալիքի աշխատանքներին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը, բաժանորդագրվել մեր ալիքին և դրանով հանդերձ խրախուսել մեր աշխատանքը։ Սիրելի բարեկամներ, այսօր մեր հյուրն է թուրք հետազոտող գրող Քադիր Աքինը, որը հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ։ Պարոն Աքին, ողջունում ենք ձեզ մեր հեղինակային հաղորդաշարի տաղավարում։ Մերհաբա, բարև։ Հարգելի պարոն Աքին, խնդրում եմ խոսեք ձեր այստեղ գտնվելու նպատակի մասին։ Երևanda bulunma nedenim buradaki Kültür ve Eğitim Derneği'nin davetlisi. Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ։ Երևանում եմ գտնվում հայկական, կրթական, բարեսիրական հաստատության հրավերով Red ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելու նպատակով, որը նվիրված է հնչակյան կուսակցության հերոս Փարամազին։ Սա իմ առաջին այցը չէ Երևան, նախկինում եւս 2 անգամ եղել եմ այստեղ։ Այս անգամը սակայն իմ համար առանձնապես կարևոր է, քանի որ այս վավերագրական ֆիլմը Red-ը ցուցադրվել է գրեթե ամենուր։ Տարիներ առաջ, երբ իմ գիրքը դեռ չէր հրապարակվել, ես այս ֆիլմը որպես նախագիծ էի ներկայացրել Թուրքիայի եւ Հայաստանի կինոպլատֆորմի կազմակերպած մի միջոցառման շրջանակում։ Այդ ժամանակ էլ առաջին անգամ եկել էի Երևան։ Այժմ գրեթե 12 տարի անց շատ ուրախ եմ, որ այս վավերագրական ֆիլմը ցուցադրվելու է հենց Երևանում։ Elbette çok mutluyum. Պարոն Աքին, մի քիչ խոսեք ձեր նորաստեղծ ֆիլմի մասին։ Գիտեմ, որ Հայաստանում այն շուտով ցուցադրվելու է։ Sanıyorum Paramaz'la ilgili kitabın yayınlanmasından bu yana 10 yıl geçti. 10 yıl zarfında kitap Փարամազի մասին իմ գրքի հրապարակումից անցել է մոտ 10 տարի։ Այդ ժամանակահատվածում գիրքը 6 հրատարակություն է ունեցել, այժմ պատրաստվում է 7-րդ հրատարակությանը։ Բացի այդ, հրապարակվել է նաև իմ երկրորդ գիրքը, որը պատմում է նույն ժամանակաշրջանի քաղաքական կոնտեքստի մասին։ Սկզբից ի վեր իմ նպատակն էր վավերագրական ֆիլմ ստեղծել։ Երևան գալու պատճառս էլ հենց դա էր։ 5 տարի առաջ արդեն սցենարը պատրաստ էր, գիրքը հրապարակված էր։ Ես այդ ամենին ավելացրեցի նոր տեղեկություններ եւ պատրաստեցի վավերագրական ֆիլմ, այլ նաեւ հայերի եւ հույների կողմից։ Ֆիլմի բովանդակությունն այն է, որ ես Փարամազին ընկալել եմ որպես խորհրդանիշ եւ ցանկացել եմ ներկայացնել, թե ինչպես 1 դար առաջ այդ տարածքներում սոցիալիստական գաղափարները պաշտպանվում էին ոչ միայն թուրք կամ մահմեդական ծագում ունեցող մարդկանց, այլ նաև հայերի եւ հույների կողմից։ Իմ Փարամազ գիրքն էլ այս գաղափարով է գրվել, բացահայտելու անտեսված ու մոռացված պատմությունը։ Կարծում եմ այդ առաքելության մեջ հաջողել եմ։ Yok sayılan bir tarihi, görmezden gelinen bir tarihi açığa çıkartmaktı amacım. Zannediyorum bu amacımda başarılı oldum. Այս ֆիլմը մինչև Հայաստան բերելը ցուցադրվել է նաև այլ երկրներում։ Ինչ կասեք դրա մասին։ Ինչպիսի ընդունելություն է գտել այս ֆիլմը այլ երկրներում։ Dokümanter film ilk gösterimini İstanbul'da yaptık. Beyoğlu sinemasında yaptık. Bu gösterime Beyrut'tan Alex Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ Ստամբուլի կինոթատրոնում։ Բեյրութից ներկա էր նաև Ալեկ Քյոշկերյանը, ինչպես նաև Գարո Փայլյանն էր այնտեղ։ Ցուցադրությունն անցկացվեց մեծ հանդիսության մթնոլորտում։ Երկրորդ ցուցադրությունը եղավ Քադը Քյոյում 300 հոգանոց դահլիճում։ Ֆիլմը ներկայացրել եմ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Դենիզլիում, Բուրսայում, Սամսունում եւ այլուր։ Սակայն ամենախոշոր ցուցադրությունները տեղի ունեցան արտերկրում։ Պրեմիերան կազմակերպվեց Շվեյցարիայի Բազել քաղաքում, ապա Փարիզում, որտեղ ներկա էի Կարո Փայլյանի հետ։ Պետք է նշեմ, որ այս գրքի եւ վավերագրականի ստեղծման ընթացքում Կարո Փայլյանը, ում հետ աշխատել են քաղաքական դաշտում, մեծ աջակցություն է ցուցաբերել ինձ եւ ողջևորել այս գործի համար, քանի որ խոսքը վերաբերում է մի թեմայի, որը երկար տարիներ մնում էր մութ։ Ամենամեծ ցուցադրությունը եղավ Բեյրութում, այնտեղ, որտեղ
ամեն ինչ սկսվեց։ Բոլոր փաստերը, փաստարկները գտել էի Բեյրութի Եղիկ Ճերեչյանի արխիվում։ Ալեքի աջակցությամբ։ Ցուցադրությունը հիանալի էր, 500 հոգանոց դահլիճը լեփ-լեցուն էր։ Այդքան էլ մարդ մնացել էր դրսում։ Այցելեցինք այնտեղ նույնպես Գարո Փայլյանի հետ։ Բացի այդ, ցուցադրություններ եղան Փարիզում 3 անգամ, Շվեյցարիայի տարբեր քաղաքներում 5 անգամ, Համբուրգում, Բերլինում, Ամստերդամում, Լոնդոնում, Կանադայում եւ ԱՄՆ-ում։ Անցյալ տարի նույնպես ցուցադրություն եղավ Լոս Անջելեսում Կարո Փայլյանի մասնակցությամբ։ Ամենակարևորն այն էր, որ հենց Լոս Անջելեսի ցուցադրության ժամանակ ներկայացվեց իմ գրքի անգլերեն տարբերակը։ Իսկ հիմա շատ ուրախ եմ, որ վավերագրական ֆիլմը վերջապես ցուցադրվում է Երևանում։ İngilizce baskısının Los Angeles'taki gösterimde de tanıtımının olmasıydı. Belgeselin nihayet Yerevan'da gösteriliyor olmasından da açıkçası çok mutluyum. Ես միայն ավարտին կուզել եմ այսպես ամփոփելով ասել, որ ձեր գործունեությունը ուղղված չի բովանդակ թուրք ժողովրդի դեմ, ընդհակառակը դուք ինտերնացիոնալիստ եք եւ այս ձեր այսպես ասած գործունեությունը նաեւ ֆիլմի գաղափարախոսությունը դա ինտերնացիոնալ գաղափարախոսություն է, ինչպես նաեւ այո ճիշտ մատնանշեցիք եւ այսօր այս պահին ուզում եմ մատնանշել հնչակյան կարևորագույն գործիչներից մեկի Փարամազի խոսքերը, որն ասում էր, որ մենք կծու նացիոնալիստներ չենք, մենք կծու ազգայնականներ չենք, մեր պայքարը Թուրքիայի բովանդակ ժողովուրդների ազատագրության համար է։ Paramaz'ın en temel özelliği bir simge olarak benim onu. Փարամազի հիմնական հատկանիշն այն է, որ ես նրան ընկալում եմ որպես խորհրդանիշ։ Նրա վանում ունեցած պաշտպանությունը բոլորին զարմացրեց ու կոտրեց ստանդարտ պատկերացումները։ Վանի դատարանում ունեցած ելույթում նա նշում էր, որ այս հողերում բոլոր էթնիկ խմբերը՝ հայերը, հույները, հրեաները, քրդերը, թուրքերը կարող են միասին խաղաղ եւ հավասար ապրել։ Նրա գլխավորն ուղերձն այն էր. ես ազգայնամոլ չեմ, ես պաշտպանում եմ բոլոր ժողովուրդների եղբայրական համակեցությունը։ Այդ պահից սկսած Փարամազը դարձավ հետաքրքրության առարկա։ Ինչպես գիրքը, այնպես էլ վավերագրական ֆիլմը ուղղված են ժողովուրդների եղբայրության ամրապնդմանը։ Թուրքերի եւ հայերի միջև իրականում եղբայրություն կա, սակայն պատմության ընթացքում ձևավորված թշնամանք էլ կա, որը պետք է հաղթահարվի։ Ես իմ ողջ ջանքերը ներդրել եմ հենց այդ եղբայրության հաստատման գործում։ Bir düşmanlık da var ve bunun ortadan kaldırılması gerekiyor. Ben bütün bu çabalarımı, bütün bu çalışmalarımı iki halkın kardeşliğinin sağlanabilmesi için yaptım. Թուրքիան դառնա իրոք որ ժողովրդավար եւ այսպես ասած այլ ազգերի հանդեպ շատ հանդուրժող մի պետություն եւ վերջիվերջո նաեւ հայ-թուրքական հաշտեցումը կարող է կայանալ միայն ու միայն այդ պայմաններում։ Çok teşekkür Շատ ederim. շնորհակալ եմ, հույս ունեմ, որ այս վավերագրական ֆիլմը այստեղ եւս հավանություն կունենա։ Շնորհակալություն պարոնակին, սիրելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ թուրք գրող հետազոտող Քադիր Աքինի ստեղծած հնչակյան գործիչ Փարամազին նվիրված Red ֆիլմի առաջին երևանյան ցուցադրությունը տեղի է ունենալու սույն թվականի հուլիսի 1-ին Երևանի կինոյի տանը ժամը 19:30-ին։ Ուստիև հայկական կրթական բարեսիրական հաստատության ղեկավար կազմի եւ Քադիր Աքինի կողմից սիրով հրավիրում ենք այդ ֆիլմի դիտմանը։ Şնորհակալություն, կամենում ենք ձեզ ամենալավն ու բարին։ Ta ilk gençliğimden beri zincirleri hissettim ve onları kıracak bir yol olduğuna inandım. Paramaz ve 19 yoldaşı 15 Haziran 1915 sabahı şafak sökerken burada Beyazıt Meydanı'nda asılarak idam edildiler. Ne var ki bu topraklarda onların yolundan yürüyenler kendilerine bırakılan bu mirastan habersizdiler. Kanunlar tüm halkların iradesinin ifadesi olabilirse bölünme, ayrılma, yabancı devletlerin oyuncağı olma gibi olgular kendiliğinden ortadan kalkar. Ermeni teşkilatlarının kurulmasıyla birlikte bölgede ilk defa ciddi bir Ermeni milliyetçilik hareketi örgütlenmeye başlıyor. Paramaz Van'a fedai olarak girdi. O zamanlar bizim köylülerimizin talebi öz savunmaydı.
Almanya ve İngiltere arasında baş gösteren gerilim ve zıtlık bir dünya savaşının yaklaşmakta olduğuna işaret ediyordu. Yeni bir çağdayız. İnsan olmanın yepyeni bir tanımı var artık. Gerçek yasacı halktan başkası olamaz. Sefalet var, kırılıyor. Halk orada kırılıyor. Ve Mali Beyleryan çok ilgileniyordu oradaki Ermenilerle. Yukarıdaki arz edilen illerdeki Ermenilerin Halep ve Musul bölgesine sevk edilerek iskan edilmesine ve bu konudaki onaylarının bildirilmesini arz ederim. Demokratik bir Osmanlı nasıl oluşabilir? Bütün halkların eşitliğini Osmanlı Anayasası'na nasıl yansıtabiliriz? Bunun için mücadele veriyordu Ermeni siyasi partileri. Paramazlar her ne kadar sosyalist olsalar da onların Ermeni kimliği öne çıkarılmıştır daima. Evet, Alman emperyalizminin genişleme hayalinin bu Kırım'da ciddi bir rolü vardır. Evet, savaş faktörünün yarattığı paniğin bu süreçte faktörü vardır. Ama asıl olanın önüne konulan ideal olduğunu, geleceğe dair kurulan hayaller olduğunu biz çok net olarak ve sayısız belge ile çok net bir şekilde saptıyoruz. Biz sosyal demokratız. Biz sadece Ermenilerin kurtuluşu için çalışmıyoruz. Bütün insanlığın kurtuluşu için çalışıyoruz. Bizim vatanımız bütün dünyadır.